Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Առաջին դարում Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Թադեոս եւ Բարդուղիմեոսը քրիստոնեությունը բերում են Հայաստան։ Սկսվում է քրիստոնեության քարոզչության գործընթացը Հայաստանում եւ Հայաստանի տարածքում նաեւ ձևավորվում են եպիսկոպոսական առաջին աթոռները։ Այդտեղից սկսում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պատմությունը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է մեր պատմությունը հաղորդաշարը։ Մենք այժմ գտնվում ենք Օթյաց խաչ կոչվող վայրում, այսինքն Խոր Վիրապի վանքի հարևանությամբ, եւ այս վայրը հայտնի է որպես սրբազան ավանդությամբ հաղորդված վայր, որտեղ հանդիպել են Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները։ Հայոց պատմության մեջ այս դրվագը նրանով է բացառիկ, որ փաստորեն մենք ունենք մեկ տեղում Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից երկուսին, որոնք հանդիպում են, զուգահեռաբար քարոզչությունը մինչ այդ իրականացրել են, դրանից հետո շարունակում են Հայաստանի տարածքում։ Այս առաքյալների գործունեության շնորհիվ էլ հենց սկզբնավորվում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պատմությունը, եւ մենք խոսելու ենք այսօր այս երկու գործիչների Հայաստանում ունեցած գործունեության մասին։ Թադեոս առաքյալը Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից առաջինն է, ով այցելել է Հայաստան։ Նրա գործունեության ժամանակահատվածում Հայաստանում է գտնվում նաև Բարդուղիմեոսը, ավելի ուշ իհարկե նա։ Այստեղ է նրանք զուգահեռաբար են մի որոշ շրջան իրենց քարոզչությունն իրականացնում։ Թադեոս առաքյալի Հայաստանում ունեցած գործունեության մասին մեզ հաղորդում են ոչ միայն հայկական, այլ նաև ասորական բնագրերը, ներկայացնում են նրա գործունեությունը, մասնավորապես Աբգար թագավորի հրավերով։ Երբ ներկայացնում ենք Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների գործունեությունը Հայաստանում, այստեղ պետք է նշել, որ մեզ են ասել տարբեր սկզբնաղբյուրներ, որոնք ներկայացնում են նրանց գործունեությունը։ Եվ այս գործունեության մեջ շատ կարևոր տեղ ունի այն հանգամանքը, որ հայ առաքելական եկեղեցին կամ պաշտոնական անվանում Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցի փաստորեն համարում է, որ հիմնադրվել է հենց այս երկու գործիչների կողմից։ Ստացվում է, որ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից երկուսը հանդիսանում են հայ եկեղեցու հիմնադիրներ եւ այստեղից եկել է առաքելական անվանումը։ 5-րդ դարի դավանաբանական վեճերի ժամանակ, երբ որ արդեն Քաղկեդոնի 451 թվականի ժողովից հետո գնաց բաժանում արևելյան ուղղափառ ընտանիքի եւ արևմտյան եկեղեցու եւ դրանից հետո կային շարունակական դավանաբանական վեճեր եկեղեցիների միջև, մեր եկեղեցու համար չափազանց կարեւոր էր այն հանգամանքը, որ իր հիմնադիրները հենց Քրիստոսի երկու առաքյալներից են։ Այս հանգամանքը ամրացնում էր հայ եկեղեցու դիրքերը տարբեր դավանաբանական վեճերում եւ հնարավորություն էր տալիս, որ մեր եկեղեցու հայրերը հիմնավորեն, որ մեր եկեղեցին ոչ թե անջատվել է արևմտյան եկեղեցուց կամ իբրև թե մենք ենք այդ ընդհանրական եկեղեցուց առանձնացած, այլ հակառակը մենք ենք ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցու սկզբնական աթոռներից մեկը եւ փաստորեն անջատումը եւ շեղումը ճշմարիտ ճանապարհից բնորոշ է արևմտյան եկեղեցուն, այլ ոչ թե մեզ։ Այսինքն դավանաբանական վեճերում Թադեոսի եւ Բարդուղիմեոսի Հայաստանում ունեցած գործունեությունը լուրջ կռվաներ, լուրջ փաստարկեր հիմնավորելու, որ մեր եկեղեցու դավանաբանական եւ նվիրապետական հիմքերը ամուր են։ Մանավանդ որ Թադեոս եւ Բարդուղիմեոսը Հայաստանում հիմնել են եպիսկոպոսական աթոռներ, այսինքն նվիրապետական աթոռների հիմնադրման գործընթացը նրանք են սկսել եւ այնուհետեւ Գրիգոր Լուսավորիչը արդեն քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո ամբողջացրել է նվիրապետական կառույցը, հաստատել է 36 եպիսկոպոսություններ, ինչի մասին հաղորդում է Ստեփանոս Օրբելյան պատմիչը։ Այսինքն այս գործընթացի սկիզբը դնում են անմիջապես Քրիստոսի կողմից առաքված երկու առաքյալներ։ Ինչպես գիտենք, Աստվածաշնչում նոր կտակարանում ներկայացվում է այն դրվագը, որ Քրիստոս պատգամում է իր սաներին գնալու եւ քարոզելու աշխարհի տարբեր ծագերում քրիստոնեությունը, իր ուսմունքը, եւ այս քարոզչության արդյունքում նրանք հիմնում են տարբեր եկեղեցիներ։ Եվ հենց այս փաստորեն տրամաբանությամբ է, որ նրանք գալիս են Հայաստան։ Թադեոս առաքյալի գործունեությունը Հայաստանում հետաքրքիր Մովսես Խորենացին կապում է նաև Աբգար թագավորի հետ Հիսուս Քրիստոսի ունեցած նամակագրության հետ։
Մասնավորապես հայտնի է, որ Աբգար թագավորը, որ իշխում էր Ուրհայում, Եդեսիայում, նամակ է հղում Հիսուս Քրիստոսին եւ տեղեկացնում է այն մասին, որ լսել է նրանից եւ քաջատեղյակ է նրա նաեւ բժշկող առաքելության մասին, որ Քրիստոսը նաեւ աչքի է ընկնում բժշկություններով եւ նա խնդրում է, որպեսի բժշկություն շնորհի նաեւ իրեն այցելելով նաեւ իր տիրույթները։ Քրիստոս ինքը անձամբ չի այցելում բնականաբար, որտեղ նրա երկրային գործունեության առաքելությունը այլ վայր եւ այլ փաստորեն շրջանակ ուներ, դրա համար նա հավատարիմ մնալով իր խոստմանը ուղարկում է Հայաստան Թադեոս առաքյալին, որ արդեն Քրիստոսի խաչելությունից տարիներ անց է լինում Հայաստանում։ Թադեոսը նախ այցելում է Աբգար թագավորին եւ այստեղ նաեւ նա իր առաջին աթոռներից մեկն է հիմնում Հայաստանի տարածքում առաջին եպիսկոպոսական աթոռը Եդեսիայում եւ այստեղ ադեին օծում է, ձեռնադրում է իբրև եպիսկոպոս, կարգում է այդ տեղի փաստորեն նվիրապետական աթոռի իբրև ղեկավար վերատեսուչ եւ այստեղից շարունակում է իր գործունեությունը Հայաստանի արդեն մեծ հայքի թագավորության տարածքում։ Այստեղ շատ հետաքրքիր է, որ Հայաստանում քարոզությունը նրա բավական մեծ ճանաչում եւ ընդունելություն է գտնում սկզբնական շրջանում, այսինքն Հայաստանում բավական մեծ ողջերությամբ նույնիսկ էլիտայի շրջանում են տարածվում եւ նույնիսկ հայոց թագավորի դուստրը Սանդուղտը եւ ինչպես ավանդված է այս պատումի մեջ, այս ավանդության մեջ Սանատրու կարգան ինքը նույնիսկ մի պահ քրիստոնեություն է ընդունում, բայց հետագայում վախենալով վերնախավի ունեցած ճշտամական դիրքորոշումից նոր կրոնի նկատմամբ նա հետքայլ է կատարում կրոնից։ Այնուհետև տեղի տալով փաստորեն մեծ ճնշմանը, որ կար այդ ժամանակաշրջանում իշխող փաստորեն մոտեցումներում, նա ի վերջո հրամայում է, որպեսի Թադեոս առաքյալը ենթարկվի մահապատժի։ Այստեղ ցավալին այն է, որ այս գործընթացում նաև զոհ է գնում թագավորի դուստրը, այսինքն Սանդուղտ կույսը եւս նահատակվում է։ Եվ այս նահատակությունների մեջ իհարկե մենք տեսնում ենք, որ թագավորի անձնական դրաման կա մի կողմից, մյուս կողմից իհարկե վկայաբանություններ այստեղ, որ ներկայացվում է առաքյալի առնչությամբ։ Բնականաբար քրիստոնեության վաղ փուլում վկայաբանության ժանրը շատ տարածված է եւ այս ձևով փաստորեն վաղ տեքստերում այն հանգամանքն է շեշտվել, որ հավատի համար պատրաստ են եղել նույնիսկ նահատակության։ Այս հանգամանքը ցույց է տալիս գաղափարի համար, տարբեր գաղափարների նախ եւ առաջ հավատի համար հավատարմությունը, որ պետք է առաջնային դիրքում նկատի առնվեր։ Դրա համար վկայաբանությունները ավելի են կարևորվում եւ հավատին հավատարիմ մնալու հանգամանքը, ամուր այդ դիրքերում կանգնելու հանգամանքը հետագա սերունդներին փոխանցելու ձևերից մեկն էր։ Թադեոս առաքյալի նահատակության վայրում հետագայում կառուցվել է Սուրբ Թադեի վանքը, որը մեր հնագույն վանքերից մեկն է եւ այսօր գտնվում է փաստորեն Իրանի Իսլամական Հանրապետության կազմում Մակու քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա Արտազի Սուրբ Թադե վանք անունով է պատմականորեն հայտնի եւ փաստորեն Վասպուրականի Արտազ գավառում է։ Ինչ վերաբերում է Բարդուղիմեոս առաքյալին, ապա այստեղ հետաքրքիր է, որ նա ավելի հայտնի է Աստվածաշնչում Նաթանայել անունով եւ Բարդուղիմեոսը մասնագետները հաճախ պնդել են, որ նա փաստորեն նրա հայրանունը նշելու ձևն է եւ Նաթանայելն էլ հետաքրքիր է, որ ստացվում է Աստվածատուր, եթե մենք եբրայերենից թարգմանությունը փորձում ենք հասկանալ, մոտավորապես նույն անուն է ստացվում, ինչ որ Աստվածատուր, Աստծո կողմից տրված Աստվածաշնորհ։ Այս առումով շատ հետաքրքիր է ստացվում այդ պատգամը, որ հենց այս անունը կրող մարդը պետք է բերեր քրիստոնեական ուսմունքը Թադեոս առաքյալի հետ միասին Հայաստան։ Բարդուղիմեոս առաքյալը Հայաստանից առաջ քարոզություն է իրականացրել Պարթևստանի տարածքում եւ նույնիսկ հասել է մինչեւ Հնդկաստանի սահմաններ։ Այս առումով նա ուներ նաեւ այլազգի հետևորդներ։ Բարդուղիմեոսի մասին պատահական չէ, որ ոչ միայն հայկական ավանդությունն է պահպանել տեղեկություններ եւ հայկական հայսմավուրքներում օրինակ կան նրա մասին տեղեկություններ, նաեւ լատինական
եւ ասորական տեքստեր են պահպանվել։ Եվ ներկայացվում է այն, որ Բարդուղիմեոսը ավելի ուշ է եկել, քան Թադեոսի գործունեության սկզբնական շրջաններ, բայց մի որոշ ժամանակահատված զուգահեռաբար են նրանք գործել եւ նրանք նույնիսկ հանդիպել են փաստորեն Այրարատում, Հայաստանի կենտրոնում, այս վայրում եւ այս հանդիպումը իհարկե շատ հետաքրքիր դրվագ է առաքելական քարոզչության շրջանում։ Բարդուղիմեոսի քարոզչության մեջ մենք պետք է աշխարհագրությունը եթե դիտարկենք, տեսնենք հետաքրքիր հանգամանք։ Նա լինում է Սյունիքում, լինում է Գողթն գավառում նաև, որ Վասպուրական նահանգի կազմում էր եւ այստեղ եպիսկոպոս է նույնիսկ կարգում։ Եվ ստացվում է, որ մենք ունենք մի քանի եպիսկոպոսական աթոռ այդ շրջանից, մեկը Եդեսիայում է, մեկը Արտազում է եւ խնդրեմ արդեն եւս մեկ եպիսկոպոսություն Գողթնի տարածքում է, մինչեւ բացի այդ մենք պետք է իհարկե տեսնենք, որ Սյունիքում է նա հաստատում եպիսկոպոսական աթոռ եւ ի վերջո Բարդուղիմեոսի գործունեությունը հասնում է մինչեւ թագավորական ընտանիք։ Այդ ընթացքում նա հասցրել է լինել նաև Պարսկահայք նահանգում, Հերև Զարևանդ գավառներում է քարոզչություն արել, անցել է Վասպուրական, Անձևացիած գավառում է քարոզչություն արել եւ այս իրավիճակում նրա քարոզչությունը եւս, ինչպես Թադեոսի պարագայում էր, հասնում է Սանատրու կարգայի ընտանիք։ Տվյալ դեպքում նրա քարոզչությունը թագավորի քրոջն է հասնում իշխանուհուն եւ իշխանուհին Սուրբ Հոգու շնչով եկած այս քարոզչությանը գնում է ընդառաջ եւ նա նաեւ հայտնի է մնացել պատմության մեջ Ոգուի անունով, նա մկրտվում է եւ այնուհետեւ դեմ գնալով թագավորի հորդորներին հետ կանգնելու հավատից, ինչպես սրբազան ավանդությունը ներկայացնում է, նա նահատակվում։ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի գործունեության մեջ իհարկե հետաքրքիր դրվագ է հոգյաց վանքի հիմնադրումը եւ այստեղ նա փաստորեն զետեղել է այս եկեղեցում Մարիամ Աստվածածնի անձեռակերտ պատկերը։ Ընդհանրապես մեր եկեղեցու պատկերագրության մեջ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները յուրահատուկ տեղ ունեն եւ երկուսն էլ ունեն կարևոր ատրիբուտ իրենց հետ։ Նրանց մի ձեռքում որպես կանոն դաշույն է պատկերվում, երկուսի սպանության գործիք, այսինքն երկուսին ինչով են որ սպանել։ Մյուսը, ուրեմն Թադեոսի դեպքում մենք գործ ունենք Սուրբ Գեղարդի հետ, Բարդուղիմեոսի դեպքում Սուրբ Մարիամ Աստվածածնի, այսինքն Տիրամոր պատկերի հետ։ Ուրեմն բանն այն է, որ սրբազան ավանդությունը հաղորդում է, որ Հիսուս Քրիստոսի կողը խոցած Գեղարդը, այսինքն Նիզակի այդ ծայրը, որով ստուգել են խաչապայտի վրա գտնվող Քրիստոս, շարունակում է դեռևս շունչը պահել, թե արդեն հոգին տվել է, այդ պարագայում այդ Գեղարդով են ստուգել, սա այն նույն Գեղարդն է, որի մասին մենք հրաշալի գիտենք եւ որի հետ կապված է Գեղարդավանքի պատմությունը եւ որ հիմա այդ Գեղարդը պահվում է Մայր տաճարի թանգարանում, այս Գեղարդը փաստորեն Հայաստան է բերել Թադեոս առաքյալը։ Սա ընդհանրապես քրիստոնեության կարևորագույն սրբություններից է, համարվում է փաստորեն իր, որ անմիջապես Քրիստոսի մարմնի հետ է հպում ունեցել։ Մյուսը Մարիամ Աստվածածնի հետ կապված Բարդուղիմեոս առաքյալի պատմությունն այն է, որ ինչպես Աստվածաշնչում ներկայացվում է, նա չի հասցնում հրաժեշտ տալ Սուրբ Մարիամ Աստվածածնին եւ երբ գալիս հասնում է, արդեն նրան փաստորեն հուղարկավորած են լինում, այս ժամանակ նա բավական տարակուսած է լինում եւ ընկերները, առաքյալները որոշում են նրան ընդառաջ գնալ եւ բացել այն գուբը, որտեղ որ գտնվում էր Սուրբ Գույսի մարմինը, բայց երբ բացում են, նրան այլևս այդտեղ չեն գտնում եւ իբրև մխիթարանք նրան տրվում է փաստորեն Մարիամ Աստվածածնի այդ պատկերը, անձեռակերտ պատկերը, որ գտնվում էր Հովանես Ավետարանչի, Հովանես առաքյալի մոտ եւ այդ մխիթարանքը փաստորեն նա իր հետ բերում է որպես կարևորագույն սրբազան մասունքներից մեկը Հայաստանի տարածք։ Եվ սրանով նաև հետագայում բացատրվել է Մարիամ Աստվածածնի նկատմամբ առանձնահատուկ այն մոտեցումը, վերաբերմունքը, որ հայկական միջավայրում եղել է ամբողջ միջնադարի եւ հետագա դարաշրջանների ընթացքում։ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի հետ կապված կարևոր սրբավայր է Աղբակում, այն վանքը, որտեղ որ ըստ ավանդության նրա մարմինը ամփոփված է եւ իդեպ նրա կողմից հիմնադրված
հոգացվանքը մինչև հայոց ցեղասպանության ժամանակներ եղել է Վասպուրականի տարածքում ամենակարևոր հայոց սրբավայրերից մեկը, փաստորեն, որտեղ պահվել է Մարիամ Աստվածածնի պատկերը։ Այս վանքը ցավոք այսօր իր ուխտավորին այլևս չի տեսնում, որովհետև գտնվում է ցեղասպանությունից հետո ամայացած Արևմտյան Հայաստանում։ Բարդուղիմեոս եւ Թադեոս առաքյալների հիշատակը նշվում է սովորաբար նոյեմբերի երկրորդ կեսին կամ դեկտեմբերի սկզբին եւ պատահական չի, որ հենց այս ժամանակահատվածում էլ մենք մեր նկարաններն ենք իրականացնում մեր եկեղեցու երկու հիմնադիրների մասին։ Շարունակելով Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասին խոսել, այս պահին մենք կզրուցենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի եւ մատենադարանի տնօրեն, նաև պատմական գիտությունների թեկնածու Տեր Արարատ Քահանա Պողոսյանի հետ։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստծո։ Տեր Հայր, մենք շատ կուզենայինք լսել ձեր խոսքը երկու առաքյալների ունեցած պատմական առաքելության եւ սերունդներին նրանց փոխանցած հոգեվոր խորհրդի առհասարակ նրանց խորհրդաբանության վերաբերյալ։ Ինչ կասեք այս առիթով։ Մեր ոսկեդարյան պատմագրությունը եւ նաեւ դրանից հետո փաստել է, որ Հայաստանում քրիստոնեություն քարոզչություն իրականացվել է առաջին դարում Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների կողմից, անշուշտ ուրիշ առաքյալներ եւս Հայաստանի տարածքով անցել են եւ բնականաբար նաեւ հիշատակություններ կան նրանց քարոզչության մասին, սակայն Հայաստանը ընկալվել է որպես այս երկու առաքյալների վիճակ, Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները համարվել են հայոց եկեղեցու առաջին դարի լուսավորիչները։ Ավետարանից մենք գիտենք, որ Թադեոս եւ Բարդուղիմեոսը որպես Հիսուս Քրիստոսի առաքյալներ, մյուս աշակերտների եւ առաքյալների հետ ամբողջ աշխարհով մեկ գնացեք, քարոզեցեք, մկրտեցեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով այս պատվերի այս տերունավանդ պատվերի համաձայն ամբողջ աշխարհով մեկ քարոզեցին բարի լուրը։ Եվ տարբեր երկրներում հաստատվեցին, հիմնվեցին եկեղեցիներ Քրիստոսի ուղղափառ եւ ճշմարիտ հավատքի։ Եվ Հայաստանը նույնպես բացառություն չէր, ինչպես նշեցինք, Թադեոսը եւ Բարդուղիմեոսը եկան եւ քարոզեցին Հայաստանում եւ դարեր անց նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը որպես հայոց առաջին կաթողիկոս ձևավորեց հայոց եկեղեցու նվիրապետական համակարգը։ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի դարերի միջով նրանց խորհուրդը այսօրվա սերունդներին հավատարիմ մնալ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցուն, այն եկեղեցիներին, ընդհանրական եկեղեցու այն հատվածին, այն մասին, որ ավանդական է, առաքելահաստատ եւ ուղղափառ։ Այս խորհուրդն է, որ առաքյալների քարոզած եւ այն երկրներում հիմնած եկեղեցիները, որոնք կան, որոնք Քրիստոսի անունով եւ Քրիստոսի իշխանությամբ հիմնել են առաքյալները, այսօր 21-րդ դարի քրիստոնյային գալիս են զգուշացնելու այս տարատեսակ հարանվանությունների, աղանդների, կրոնական տարբեր ինքնահռչակ կազմակերպությունների մեջ հավատարիմ մնալ այն հավատքին, որ անաղարտ է, տերունավանդ եւ առաքելահաստատ։ Եվ մեր հայոց Սուրբ եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին հենց այդ հավատքի կրողն է եւ նաեւ այստեղ է, որ հայը ընտրության շատ մեծ հնարավորություն ունի։ Իր պապերի հավատքը առաքելական եկեղեցու հավատքն է եւ պետք է հավատարիմ մնալ եւ ամեն ջանք ու ճիգ գործ դնել պաշտպանելու այդ հավատքը տարբեր հարվածներից կլինեն դրանք երևելի թե աներևույթ թշնամիների կողմից պաշտպանելու Քրիստոսի սուրբ հավատքը եւ առաքելահաստատ մեր սուրբ եկեղեցին։ Տեր Հայր, մենք հիմա գտնվում ենք բավական խորհրդավոր վայրում, Խորվիրապ վանական համալիրի տարածքում ենք եւ այստեղ մի հետարքիր վայրում ենք, Օթյացխաչ կոչվող վայրում, որտեղ տեղի է ունեցել հանդիպումը Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների միջև։ Երևի մեր հեռուստադիտողի համար հետարքիր կլինի լսել, որ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները Հայաստանի տարածքում քարոզություն իրականացնելիս նաեւ հանդիպում են ունեցել եւ այդ հանդիպման խորհրդանշական վայրը շատ հետարքիր է, ունի ուղիղ կապ Գրիգոր Լուսավորչի հետ, հետագայում հենց փաստորեն այդտեղից ոչ հեռու նա եղել է բանտարկված
եւ ստացվում է առաքելահիմն մեր եկեղեցին, նաեւ հետագայում արդեն պաշտոնական կարգավիճակում, պետական կրոնի կարգավիճակում, երբ որ հաստատվում է այդ կարգավիճակում առաջին հայրապետը եւս, նրանք մոտ վայրերում են գործել եւ որքանով ես տեղյակ եմ, եթե չենք դիտարկում ընդհանրական ժողովները, ապա պարզապես քարոզության ընթացքում, որ Քրիստոսի երկու տարբեր առաքյալներ հանդիպում ունենան, կարծեք թե Հայաստանը այս առումով բացառիկ օրինակ է եւ միանգամից երկու աշակերտներ Քրիստոսի ավագ 12 աշակերտներից երկու առաքյալներ քարոզություն իրականացնելուց բացի Հայաստանում կոնկրետ իրավիճակում, կոնկրետ վայրում հանդիպում են, ինչ կասեք այս առնչությամբ, այստեղ սրբազան ավանդությունը, որ պահպանել է այս փաստի մասին հիշատակությունը, այստեղ որևէ լրացուցիչ խորհուրդ կա հոգևոր իմաստով, թե միայն ուղղակի պատմական փաստ այստեղ դիտարկենք։ Մենք ավետարանից, մասնավորապես Գորսկ առաքելոցից գիտենք, որ առաքյալներն ու աշակերտները հաճախ կարող էին միասին 1, 2 կամ 3 աշակերտ կամ առաքյալներ միասին քարոզեին ինչ-որ աշխարհագրական մի հատվածում երկրամասում։ Սակայն երբ խոսքը գնում է Թադեոս եւ Բարթողիմեոս առաքյալների Հայաստանի տարածքում հանդիպելու մասին, սա ծրագրավորված հանդիպում չի եղել։ Թադեոս առաքյալը եւ Բարթողիմեոս առաքյալը տարբեր աշխարհագրական կողմերից են մուտք գործել Հայաստան եւ Հայաստանում քրիստոնեության քարոզության սեփական ծրագիրն են ունեցել յուրաքանչյուրը եւ նախախնամության պիտի վերագրենք այն պատմական հիշատակությունները, որոնք մեզ փոխանցվել են, որ Թադեոս եւ Բարթողիմեոս առաքյալները տարբեր կողմերից Հայաստանում քարոզելով Խոր Վիրապի այսօրվա տարածքի հարակից մի հատվածում հանդիպել են։ Եվ ինչպես ներկայացնում են պատմական հիշատակները, այդ հանդիպումը անցել է Աստվածայինի Աստծո խոսքի մասին ջերմ զրույցներով, եւ երբ մուտն ընկել է, նրանք տաղավար են պատրաստել եւ տաղավարի մեջ գիշերել են, ամբողջ գիշեր զրուցելով Աստվածայինի Սուրբ Գրքի բարի լուրի ավետարանելու մասին։ Եվ հաջորդ օր առավոտյան կրկին յուրաքանչյուրը իրեն վիճակված տարածքում քարոզելու համար շարունակել իր առաքելությունը։ Այն իսկապես պատահականության չենք կարող վերագրել, որովհետև շուրջ 2-3 դար հետո այդ վայրը պիտի դառնար մեզ համար մի նոր նվիրական վայր, կրկին սրբագործվելով այս անգամ արդեն մեր եկեղեցու առաջին կաթողիկոսի նախ մութ նվիրապով, ապա ել նվիրապով պատմական իրադարձությամբ եւ ապա այստեղից կսկսեր քրիստոնեության պետական կրոն հռչակման գործընթացը։ Թադեոս եւ Բարթողիմեոս առաքյալների մասունքները համարվում են հայոց եկեղեցու կարևորագույն մասունքներից եւ նրանք գտնվում են Գարեգին II Ամենայն հայոց կաթողիկոսի հատուկ հոգատության ներքո եւ պատահական չէ, որ հենց նրա նախաձեռնությամբ եւ Հռոմի պապի կողմից հայոց եկեղեցուն վերադարձվել են այդ մասունքները հայոց եկեղեցու Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ, այսինքն 2001 թվականից առաջ եւ նրանք այսօր մեզ մոտ պահվող բազմաթիվ մասունքների կողքին չափազանց մեծ կարևորություն ունեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի կոնկրետ թանգարանում պահվելիս։ Մեր ժամանակներում Հայաստանի առջև ծառացած խնդիրների պարագայում չափազանց ցավալի այն փաստը, որ Սուրբ Թադեոս առաքյալի գլխավոր վանքը, Փաստորեն Սուրբ Թադեի վանքը գտնվում է մեկ պետության, իսկ Սուրբ Բարթողիմեոս առաքյալին նվիրված վանքը մեկ այլ պետության կազմում, որ երկուսն էլ փաստորեն Հայաստանի Հանրապետության կազմում չեն։ Սուրբ Թադեի վանքը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, իսկ Սուրբ Բարթողիմեոսի վանքը Թուրքիայի Թուրքական Հանրապետության տարածքում։ Այս երկուսի միջև եթե մենք համեմատենք այս երկու վանքերի դրությունը, իհարկե Սուրբ Թադեի վանքը շահեկան վիճակում է այն առումով, որ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ հոգացություն են ցուցաբերում վանքի նկատմամբ եւ ամբողջությամբ նորոգելով վերադարձրել են հայոց եկեղեցուն եւ այն փաստացի գործող վանք է, ընդ որում իշխանությունների, իրանական իշխանությունների այդ հոգացությունը նաև դրսևորել նրանով, որ դիմել են վանքը ընդգրկելու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանվող օբյեկտների ցանկում։ Այսպիսով Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարթողիմեոս առաքյալներին նվիրված մեր պատմություն հաղորդաշարի այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։
Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։